Գոյամարտում դրամատիկ զարգացումներն իսկապես նոր փուլ են մտնում, եթե մինչև այժմ պատմության առանցքում հիմնականում անցյալի գաղտնիքներն ու սիրային հարաբերություններն էին, ապա Էռնայի մահից հետո սերիալի ամբողջ մթնոլորտը փոխվում է։ Այժմ խոսքը միայն ընտանեկան հակասությունների մասին չէ։ Յուրաքանչյուր քայլ կարող է նոր բախումների և անկանխատեսելի հետևանքների պատճառ դառնալ։ Էռնայի մահը մեծ հարված է ոչ միայն Հունանի, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր որևէ կերպ կապված էին նրա հետ։ Թեև նրանց հարաբերությունները միշտ չէ, որ խաղաղ էին, Էռնան ընտանիքի կարևոր օղակներից մեկն էր։ Նրա բացակայությունը մեծ դատարկություն է թողնում, իսկ այդ դատարկությունը լցվելու է ցավով, զայրույթով և փոխադարձ մեղադրանքներով։ Հունանի համար սա հավանաբար կյանքի ամենածանր անձնական կորուստն է։ Նա սովոր էր ամեն ինչ վերահսկել, որոշումներ կայացնել ուրիշների փոխարեն, մտածել, թե ով ինչպես անի, և հավատալ, որ ցանկացած իրավիճակից ելք կգտնի։ Բայց կան կորուստներ, որոնց դիմաց նույնիսկ ամենաուժեղ մարդն անզոր է։ Քույրը նրա ամենամոտ մարդկանցից էր, և այդ ցավը կարող է ամբողջությամբ փոխել նրա հետագա վարքագիծը։ Հենց այդ պատճառով կարելի է ենթադրել, որ Հունանը փորձելու է գտնել մեղավորներին, սակայն սերիալը դեռ ամբողջությամբ չի բացահայտել, թե ինչպես կընթանան իրադարձությունները, ուստի դժվար է վստահել, թե ում վրա կկենտրոնանա նրա զայրույթը կամ ինչ քայլեր կձեռնարկի։ Մի բան ակնհայտ է՝ նա չի համակերպվելու տեղի ունեցածի հետ և փորձելու է գտնել պատասխաններ։ Այս իրավիճակում առանձնահատուկ ուշադրության է արժանի Դավիթ պապի կերպարը։ Նա դեռ վաղուց էր հասկացել, որ Ավոյի շուրջ ստեղծված իրավիճակը չափազանց վտանգավոր է։ Նրա յուրաքանչյուր որոշման հիմքում ոչ թե վախն էր, այլ ընտանիքը պաշտպանելու ցանկությունը։ Դավիթ պապը միշտ փորձել է հեռու պահել թոռներին այն հակամարտություններից, որոնք կարող էին նոր ողբերգությունների պատճառ դառնալ։ Վերջին իրադարձություններից հետո շատ հեռուստադիտողներ սկսում են ավելի լավ հասկանալ, թե ինչու էր նա այդքան զգուշավոր։ Նա տեսել է, թե ինչպես են տարիների ընթացքում կուտակված ատելությունն ու վրեժխնդրությունը հերթով կործանել մարդկանց կյանքերը։ Նա գիտի, որ երբ հակամարտությունը դուրս է գալիս վերահսկողությունից, առաջինը տուժում են անմեղ մարդիկ։ Սակայն Դավիթ պապը նաև այն մարդը չէ, որը հեշտությամբ նահանջում է։ Նա երբեք վախկոտ չի եղել։ Նա միշտ պատրաստ է պաշտպանել իր ընտանիքը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինի կանգնել շատ ավելի ուժեղ մարդկանց դեմ։ Հենց դա է նրան դարձնում պատմության ամենակայուն կերպարներից մեկը։ Մյուս կողմից Ավոյի քայլերը նույնպես հետաքրքիր են զարգանում։ Նա փորձում էր ընտանիքին դուրս բերել երկրից։ Եթե սա դիտարկենք միայն սյուժեի շրջանակում, կարելի է ենթադրել, որ նա ցանկանում էր նրանց հեռացնել այն վտանգներից, որն օրեցօր մեծանում է։ Սակայն այդ փորձը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան խորն են հակասությունները բոլոր հերոսների միջև։ Այս պահին գրեթե յուրաքանչյուր ընտանիք ապրում է իր սեփական ճգնաժամը։ Լեոն և Լեան փորձում են պայքարել իրենց սիրո համար, Մանանն ու Գրիշոն կանգնած են նոր փորձությունների առաջ։ Վովան շարունակում է փնտրել իր անցյալի պատասխանները, իսկ Դավիթ պապը փորձում է բոլորին պահել մեկ ընտանիքի շրջանակում, թեև դա օրեցօր ավելի դժվար է դառնում։ Հենց այս բազմաշերտ պատմություններն են Գոյամարտը դարձնում հետաքրքիր։ Այստեղ յուրաքանչյուր իրադարձություն ազդեցություն է ունենում միանգամից մի քանի հերոսների վրա, և մեկ ողբերգությունը կարող է փոխել ամբողջ պատմության ընթացքը։ Առաջիկա սերիաներում հեռուստադիտողներին ամենայն հավանականությամբ սպասում են նոր բացահայտումներ, ծանր ընտրություններ և բախումներ, որոնցից հետո հերոսների կյանքերն այլևս նույնը չեն լինի։ Էռնայի մահը կարող է դառնալ այն շրջադարձային պահը, որից հետո յուրաքանչյուր կերպար ստիպված կլինի վերաիմաստավորել իր անցյալն ու որոշել, թե ինչ ճանապարհով է ցանկանում գնալ ապագայում։ Իսկ հեռուստասերիալում զարգացումներն իսկապես հետաքրքիր ու անկանխատեսելի են։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչպես է Հունանը վարվելու Ավոյի հետ, քանի որ Ավոն շատ լավ հասկանում է, որ այստեղ շատ մեծ բաժին ունի հենց Ավոն, այն ինչ կատարվել է Էռնայի հետ։
Իհարկե, ոչ ուղղակի իմաստով, բայց Ավոն է դրդել Էռնային այնպիսի ծանր իրավիճակների, որից հետո նա կորցրել է հավասարակշռությունը: Նա Ավոյի հետևից էր վազել դուրս, որպեսզի հասկանար, թե իրականում ինչ է կատարվում ու Ավոյին զգուշացներ, բայց ամեն ինչ գնաց պլանավորվածին ոչ հարիր: Դե ինչ, մինչ կզարգանան հետագա իրադարձությունները, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն: Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը: Ինչ եք կարծում, ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում և արդյոք Հունանը կհասնի իր ուզածին, թե ոչ: Արդյոք այն ինչ կատարվեց Էռնայի հետ պատիժ էր Հունանի արած մեղքերին, թե սա արդար պատիժ չէր: